մանկացման մեջ։ Ազատություն կան է, Տիկին Մելոյան, ամբողջ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը ձեր առաջնորդը խոսեց հաղթանակի մասին, նույնիսկ չէր ուզում պարտության մասին հարցերը լսել։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք, ասել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պատրաստ է արդեն ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, եթե մանդատների վերցնելու խորհրդարան գնա, կարծոք նշանակում է, որ նա հաշտվել է ընդդիմադիր լիդերի, հաշտվելու է կարգավիճակի հետ, եւ դուք սպասում եք, որ դուք մոտ 23% ձայն կստանաք, հաշվի առնելով, որ այդ ամբողջ ընթացքում ձեր առաջնորդը պնդում էր, որ ինքը հաղթելու է։ Ձեր ակնկալիքները։ Հարգելի Կայան է, արդեն առիթ ունեցա ասելու, ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Համոզմունք ունեմ, որովհետև այս խախտումները իրանց ծավալային կշիռով, սկսած մեր ակտիվի ձերբակալություններից եւ կալանավորումներից, մեր գործընթացը կաթված արանելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհանուր անգամ կաշառքների դրվագների մասին ունենք մեզ հաղորդումներ ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում, հա, որ կոնկրետ տեղամասեր կա, որ դրա շուրջ բոլորը գումար է բաժանվել, անգամ ունեցել ենք վստահված անձը նկարել է, ոստիկանները մարդու ձեռքից խլել են հեռախոսը եւ այդ տեսանյութը ջնջել են, իրան էլ ձերբակալել են։ Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել ու մեր առաջնորդը պատահական չէր պնդում, մենք ունենք համոզմունք, որ մենք հաղթանակող ուժ ենք, ամեն նախադրյալ կար, լուրջ սոցիալական ուսումնասիրություններ կար, հիմա նայեք են հայտնի մյուս հարցումները, որ հարցումներ նման թվեր տվել կրկին հերթական նկարչություններ, ըստ էության այս պայդրության արդյունքները որևէ հարցման չի համապատասխանում, որևէ հարցման։ Այսինքն դուք ասում եք, որ այնպիսի ծավալի ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքների վրա եւ այդպիսով Սամվել Կարապետյանը դարձել է 23% վստահություն ստացած ուժ, նա կարող է ստանալ 50+։ Այո, հա, ես համոզմունք ունեմ, եթե քաղաքացու նկատմամբ նման միջամտություններ չլեն, ես համոզմունք ունեմ, որ դեռևս այլ պատկերի մասին էր խոսք գնալու, անգամ եթե ինչ ասեմ, բացարձակ հաղթանակի չէին գնում 2/3-ի, առնվազն, հա, այդ ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնել էին նախորդի, որ առավելագույն ձայն հավաքած ուժին կտան, այդ պարագայում որևէ կերպ քաղաքացիական պայմանագիրը չէր կարող մնալ իշխանության։ Սա ես մի հարց պիտի տամ, շարունակեմ, տեսեք, Տիկին Մելոյան, դուք հավանաբար դուք եք լսել, որ շատ քննադատություններ կար ձեր ուժի հասցեին, որ այստեղ բովանդակային ելույթներ չեն լինում կամ չգիտեմ սխալ քարոզչություն է տարվում եւ այլն, ամեն դեպքում ձեր հասցեին կային այդպիսի քննադատություններ, դուք այս քարոզարշավից որ դասեր քաղել եք, դուք օրինակ կարող եք ասել, որոնք էին ձեր սխալները, որոնց արդյունքում փաստացի դուք մինչև վերահաշվարկի ավարտն եմ ասում, ստացաք ընտրողների 23% այս պահի դրությամբ։ Դուք համարում եք, որ հետ եք նայում, որ դուք քարոզչության ընթացքում այնուամենայնիվ շատ բաներ ճիշտ չեք արել։ Տեսեք, էլի ասեմ, հարգելիս, ես քանի որ հիմա այն մարդն եմ, ով համոզմունք ունի, որ սա իրական արդյունք չի։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։ Սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են։ Ես համոզմունք ունեմ, որ մենք քաղաքացու կամքը տեղ չի հասցվել, որպեսզի գնահատական տանք, բայց ստիպված կաշկանդվելու ենք այդ իրավիճակությամբ, որ ունենք ու փորձում ենք հիմա ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը, որովհետև այն հանգամանքը, որ մարդկանց ահաբեկել են, մարդիկ չեն գնացել ընտրության, դա շտկելի չէ։ Ինչու են դրանք խախտումներ։ Խախտումները ոչ միայն քվեարկության օրն են տեղի ունենում, խախտումները մինչ ընտրության, մինչ քվեարկության օրն են իրենց ծավալով ու ամենաշատն ու ազդեցիկը տեղի ունենում, ինչը մենք հա փորձում ենք ահազանգել։ Այս պայմաններում քարոզչություն իրականացնելը, ես կարծում եմ, նորմալ նորածին քաղաքական ուժի համար անգամ համաշխարհային մակարդակով ինչ որ այտենց
վաու անկրկնելի բաներ։ Բնականաբար ես ինքնակնդադատ եմ ու երբ որ հեսա ժամանակ ունենամ մի քիչ մտածելու վերլուծելու շատ բաներ ինձ դուր չի եկել, իմ սրտով չէր, կարող սխալվել ենք, թերացել ենք, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ ենք։ Ամենամեծ հանգամանքը ու այս աներևակայելի հանրային սերը աջակցությունը հենց մեր առաջնորդով է պայմանավորված, որովհետև Սամվել Կարապետյանը մարդ է, ով միշտ հայի կողքին է եղել։ Հիմա Սամվել Կարապետյանի մոտիվացիան ո՞րն էր գալու քաղաքականության մեջ մտնելու, չէ՞, որովհետև մարդը տեսնում է արդեն վերջնակետին ենք հասել ու կարիք կա, ինչպես ինքը ասել էր, եթե քաղաքական ուժերը չեն հաջողում, ինքը իր միջամտությունը իր ձևով, մասնակցությունը իր ձև, միջամտությունը ասում է, որտեղ պրոցեսի մեջ ենք արդեն, ու մարդը եկավ իր խոսքին հավատարիմ, իր անձնական ազատությունը զոհելով, այդ մակարդակի երկրորդ մարդ կարող եք թվել, որ Forbes-ի 200 աշխարհի 100-ավոր ամենահարուստ մարդկանցից մեկն է, իր ամեն ինչը թողում է մի կողմ, գալիս է իր հայրենիքի պետության համար կռիվ է տալիս, ավելին, հա, ուղղակի կռիվ չի տալիս, իր անձնական ազատությունն է զոհում, ամիսներ շարունակ մարդը ծանր պայմաններում կալանք է կրել, որ ընդհանրապես դա առաջին հերթին տեղից սկսած հակաիրավական պրոցեսների հետ գործ ունենք։ Ինձ համար պատիվ է ու հենց անձամբ իր ֆակտորով պայմանավորված եմ, ես մեր քաղաքական ուժ մտել ու կռիվ ենք տվել, ուսուսի տված, կռիվ ենք տվել մեր հայրենիքի փրկության համար, որովհետև դուք չեք պատկերացնում ինչ ծրագրեր ուներ, դրանք խոստումներ չէին, մանիպուլյացիաներ չէին։ Ես շատ եմ ցավում, որովհետև Սամվել Կարապետյան վարչապետը Հայաստանի Հանրապետության այն տխուր իրավիճակը, օրինակ այս աղքատությունը, հա, թվերը, որ անում ենք սոցիոլոգիա է, հա, մենք հələ պետական թվերի վրա ենք տեսել եք մարզերում ինչ վիճակ, ամեն մարզային այցից հետո ես գալիս ու խորը դեպրեսիայի մեջ էի ընկնում, ամբողջ գիշեր մեր քաղաքացիների դեմքերը աչքիս առաջ պտտվում էր։ Դուք չեք պատկերացնում ինչ են մեր պետությունը դարձրել։ Վայոց ձորում Տավուշում աղքատությունը վերջին 18 թվից սկսած գրեթե կրկնապատկվել է։ Գյումրիում 43%-ի է հասել։ Ծայրահեղ աղքատությունը աճել է երկրում։ Իրենք ինչ խոստում նախընտրական քաղաքացիական պայմանագիրը տվել էր, այդ բոլոր խոստումները տապալել են։ Ոչ մի բան 100%-ով չեն կատարել։ Իսկ Սամվել Կարապետյանը իր հնարավորությունն է, որ ասում էր, հա, ներդրումային ֆոնդեր ենք սարքում, մեծամասամբ արտաքին ֆինանսավորմամբ, ընդհանրապես 10-20% պետական բեռը ենք թողնում։ Այդ ամեն ինչը իր կապերի շնորհիվ էր բացառապես հնարավոր ու իր միջոցներով ու այո, կար, ես տեսել եմ ու բացառիկ հնարավորություններ մեզ այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու ու շատ ցավում եմ, որ հիմա այս իրավիճակում ենք, բայց կրկին եմ ասում, այս իրավիճակը կրկին ապօրինությունների հետևանք է։ Խնդրեմ